Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Նախ հետաքրքիր կլիներ, իհարկե ձեզ հաճելի չի, ես նաև ձեր դեմքի արտահայտությունից եմ հասկանում, որ տհաճություն եք ապրում, երբ ձեր հրաժարականի մասին են խոսում, դուք հանրային դեմք եք եւ դրան էլ պետք է պատրաստ եք, հավանային դեպս բավականին զուսպ են իմ գործընկերները։ Այնպես չեն արտահայտվում, ինչպես ձեր մասին արտահայտվում են ձեր ճանաչողները, օրինակ ՖԱՖ-ի անդամները, նրանք ովքեր ձեզ հետ համագործակցել են ժամանակին որպես լրագրող, այսքան ֆուտբոլի հետ կապ ունեցող մարդիկ շատ ավելի կոշտ գնահատականներով են ձեր մասին խոսում եւ նավոր փաստարկում են հրաժարականի պահանջը, սա ուղղակի հենց այնպես ռեպլիկ։ Հիմա հարցս, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ձեր պարտության այդ սահմանը իսկապես 9-1-ն է, թե ոչ, հաշիվը։ Ձեր պարտությունն ընդունելու այդ սահմանագիծը 9-1 հաշիվն է, թե ոչ։ Երկրորդը, հաշվի առնելով, որ մենք լրագրող ենք եւ ձեզ մոտ գալուց առաջ բնականաբար հետաքրքրված մարդիկ մեզ կարող էին հարցեր ուղղել, ես այդ հարցերը ուղղեմ հիմա ձեզ։ Ուրեմն դուք քիչ առաջ ձեր խոսքում նշեցիք, որ ակադեմիան, որը վաղ շաբաթում կառուցվել էր եւ հանձնվեց շահագործման 17 թվականին, դա հանձնել եք ՆՕԱ-ին։ Ինչ հիմքերով եք հանձնել, դա որպես այսպես ասած անհատույց օգտագործման կամ պայմանագիր է կնքվել որոշակի կամ վաճառք է իրականացվել, որովհետև կան պնդումներ, որ առնվազն 600-ից 700 միլիոն դոլարով իրականացվել է վաճառք ՆՕԱ-ի վրա եւ այդ մասով չկա որևէ փաստաթուղթ։ Կներեք, էմոցիոնալ արձագանքներ մի արեք հարգելիներս, առանց էմոցիոնալ արձագանքների, հիմա դուք եւ կներեք, խնդրում եմ, իմ նույնաբովանդակ նաեւ տեղեկություններ են շրջանառվում Ավանում գործող ֆուտբոլի ակադեմիայի մասին, որ ժամանակին դուք նաեւ այդպիսի պլաններ եք ունեցել մասնատված շահագործման հանձնել ինչ որ կառույցների եւ ասում են, որ գործարք է քննարկվել օրինակ Տաշիրի Սամվել Կարապետյանի հետ։ Խնդրում եմ նաեւ հերքեք կամ հաստատեք այս տեղեկությունները, բայց էլի հարցեր ունեի պարոն Նիկողոսյանի հետ կապված, գուցե դա արդեն պարոն Նիկողոսյանին տամ, հա։ Ուրեմն, գիտեք, ես երբ որ խոսում ենք աբսուրդից, աբսուրդը սահմաններ ունի։ Երբ որ դուք խոսում եք 600-700 միլիոն դոլարով, դուք հասկանում եք ինչի մասին ենք խոսում։ Ներողություն դրամ, ներողություն եմ խնդրում, եթե դոլարը։ Հիմա, ուրեմն մեր բոլոր ենթակառուցվածքները մեր չէ, մեզ ընդհանրապես ֆուտբոլի ֆեդերացիան չպիտի ունենա ենթակառուցված բացի մեկ ազգային ստադիոնից եւ ամեն ինչ մենք կառուցում ենք, մենք տարբեր պայմաններով հանձնում ենք ակումբներին։ Դա անում ենք միայն մի պատճառով, թե վարձակալության, թե անհայտուց օգտագործման, թե այդ գումարը, որը ծախսել ենք դրա դիմաց տալով։ Ուրեմն բոլորը մենք հանձնում ենք տարբեր պայմաններով, դա մեկ։ Եվ դեմ չենք լինի, եթե մենք մեր ակադեմիան, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իմ խորին համոզմամբ չպիտի ունենա ակադեմիա, որտեղ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար պրակտիկ դաշտում պետք է պատասխանատու լինեն միայն ակումբները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է ռազմավարություն տալ իրենց, աջակցել, կրթական ծրագրեր անել, բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի կետում չպետք է ունենա ակադեմիա։ Եվ այո, մենք քննարկել ենք տարբեր, իդեպ 19 թվականից նաև նախորդ նախագահ Արտուր Վանեցյանը իմ ներկայությամբ քննարկել է Արտուր Սողոմոնյանի հետ ակադեմիան ինչ պայմաններով տարբեր վաճառքի, անհատույց օգտագործման որևէ պայմանով հանձնելու, որպեսզի ակումբը ունենա իր տեղը եւ որպեսզի ակումբը զբաղվի մանկապատանեկան ֆուտբոլով։ Ուրեմն որքան մենք այսօր պատրաստ ենք բոլոր ենթակառուցվածքները, որ դեռևս այսօր տնօրենք, չնայած մեծ հաջողությամբ Արմավիրը, Էջմիածինը, Աբովյանը մենք հանձնել ենք արդեն, պատրաստ ենք բոլոր ենթակառուցվածքները յուրաքանչյուր որևէ պայմանով տալ ակումբներին, որպեսզի ակումբները զարգացնեն իրենց ֆուտբոլը։ Եթե կարելի է իմ հարցին հստակություն էլի մտցնենք, այսինքն մենք այդ հարցը եկեք շատ պայմանը եւ փաստաթուղթ կարող եք հրապարակել թե ոչ, որտեղ կարծես թե ես չգտա, փաստաթղթեր կան, այդ պայմանները, որոնցով դուք հանձնում եք շահագործման, ինչու դրանք թափանցիկ չեն եւ Տաշիր գրուպի Սամվել Կարապետյանի հետ ձեր բանակցությունները այո եղել են թե ոչ եւ ինչն է խանգարել, որ այդ գործարքը կայանա, որտեղ կան պնդումներ ձեր մասնագիտական ոլորտից, որ այդ գործարքը մեկ պակաս չեղարկվել է դրսի միջամտությամբ։ Չէ, բացարձակապես նման բան չկա, ոչ մի դրսի միջամտություն, ոչինչ չկա։ Մենք քննարկել ենք, ես ասացի Փյունիկի
սկսած 19 թվականից, հետո Փյունիկը հրաժարվել է եւ Արարատ Արմենիայի հետ, եւ եթե մենք ընդհանուր պայմաններով հասնենք համաձայնության, մենք մեծ հաճույքով անհատույց օգտագործման պայմաններով կհանձնենք։ Չի ստացվում, որովհետև բազմաթիվ հարցեր կան, բայց ես ասեմ, որ նորից կրկնում եմ, բոլոր մեր ենթակառուցվածքները մենք պատրաստ ենք ազատվել բոլոր ենթակառուցվածքներից, որովհետև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ենթակառուցվածք կառուցում է միայն այն պատճառով, որովհետև ակումբները այդքան միջոցներ չունեն կամ չեն ցանկանում ներդնել։ Այսքանով ավարտենք, որովհետև կան փաստաթղթեր, որոնք իհարկե առևտրային գաղտնիք են պարունակում, անհատույց օգտագործման պայմաններից եւ այլն եւ այլն։